Բարև ձեզ հարգելի լսողներ, ես այսօր ուզում եմ խոսել շատ կարևոր թեմայի մասին։ Ինձ ընդհանրապես շատ են հարցնում, ինչ է թուղթուկիրը, ինչ է անեզկը, ինչպես կարող է հասկանանք մեր վրա կա թուղթուկիր թե ոչ, մեր ազգի վրա կա, մեր վրա կա անեզք թե ոչ։ Ընդհանրապես ուզում եմ հասկացնել, որ թուղթուկիրը դա այն չէ, որ ինչ որ գրված է, մեր մոտ տարածված է թուղթուկիր հասկացողությունը, դա չի նշանակում գրել, թուղթուկիրը դա էներգիայի գործողություն է, նեգատիվ էներգիայի գործողություն է, որ կարող են անել և գրելով, և ուղղակի խոսքով, և այրելով, վատ բաներ ցանկանալով, և իրերի նկարների վրա ազդելով, բայց հիմնականում դա աշխատում է էներգիայի միջոցով։ Ինչպես գիտենք, մարդը բիոդաշտ ունի, մարդը էներգետիկ դաշտ ունի, էներգետիկ դաշտը մարդու հենց պաշտպանիչ աուրան է մարդու, երբ որ մարդու վրա նեգատիվ գործողություն են կատարում, էներգիայի միջոցով, նեգատիվ էներգիայի հավաքված գույտի միջոցով խփում են մարդու բիոդաշտին, ու այդ էներգիայի գույտը հավաքված նեգատիվ էներգիան ինքը մարդու բիոդաշտը գրավում է, մտնում է մարդու բիոդաշտի մեջ, սկսում է պարազիտի պես բազմանալ, սկսում է ոնց որ լինի չարորակ ուռուցք, ինքը իր մետաստազներն ունի, մարդու բոլոր որոշները փակում է, ֆինանսական, գործնական, անձնական, առողջական։ Խոսնենք քանի տեսակի նեգատիվ էներգիա կա մեր ժողովրդի մեջ ասված թուղթուկիր հասկացողությունը։ Թուղթուկիրը նեգատիվ էներգիա ուղարկում է թե մարդու վրա, թե մարդու տան վրա, հարստության ունեցվածքի վրա, թե մարդու ընտանիքի վրա, թե մարդու առողջության վրա, տարբեր ոլորտների, նաև մարդու անձնականի վրա։ Շատ մարդիկ առողջական խնդիրները շփոթում են թուղթուկրի հետ, թեթևակի հոգնածություն, թեթևակի դեպրեսիա, անքնություն, կամ որոշակի ժամանակավոր ֆինանսական վատ վիճակը, որ ուղղակի կախված է իրա կատարած սխալ գործողություններից, շատ մարդիկ համարում են, որ դա թուղթուկրի արդյունք է։ Շատ էլ մարդիկ կան, որ իրոք տուժվում են թուղթուկրի նեգատիվի արդյունքից, իրանք չեն ընդունում, իրանք մինչև չի հասնում, էլ ոչ մի հնարավորություն չեն ունենում այդ նեգատիվից դուրս գալ, նոր մտածում են, թե կարող է պատահի սա թուղթուկիր է, կարող է պատահի սա անեզք է, կարող է պատահի սա նեգատիվ ինչ-որ էներգիայի ազդեցություն է։ Ինչ շատ դեպքերում հարցնում են, որն է ախտանիշները, ինչ ձևով մենք կարող ենք հասկանալ, թե դրա թուղթուկիր է, դա նեգատիվ էներգիա է, դա անեզք է։ Առաջի հեշտին, երբ որ մարդու անձանց մարդու վրա է կատարվում նեգատիվ էներգիայի հարվածը, մարդը զգում է վատառողջ լինում, բայց երբ որ գնում է հիվանդանոց, ինքը տարբեր տեսակի անալիզներ է տալիս, թե այրան, թե ընդհանուր օրգանի համակարգի, հիվանդանոցում չեն կարողանում ճիշտ դիագնոզ տալ։ Դա առաջին նախանշանն է, որ տվյալ մարդը ոչ թե առողջական խնդիրներ ունի, այլ տվյալ մարդու մոտ էներգետիկ խնդիր է, էներգետիկ դաշտը սկսում է քայքայվել, իրա վրա նեգատիվ էներգիայի ազդեցություն կա։ Մարդը տարօրինակ ձևով մեծ հարստություն է ունեցել, մեծ պաշտոն է ունեցել և ընկնում է ներքև, տարօրինակ ձևով, առանց որևէ մի բացատրության, ընկերներն են հեռանում, նրանից փող են գողանում,
Լրիվ բոլոր ֆինանսական գործընկերները առանց որևէ մի պատճառի երես են թեքում, մարդը ընկնում է այնպիսի փակված կախարդական շղթայի մեջ, որ չի կարողանում դուրս գալ։ Դա նույնպես ցույց է տալիս, որ տվյալ մարդու վրա կատարված է նեգատիվ էներգիայի հարված, թուղթուկիր անհեսք է տված։ Մարդը, եթե լավ ընտանիք են, իրար սիրող ամուսիններ են, իրար սիրող հարգող ծնողներ են, իրար սիրող հարգող ծնող եւ զավակ է, ու չես հասկանում, թե ինչպես տան մեջը բոլորը դառնում են միմյանց թշնամի։ Հասարակ բանի պատճառով անհնդատ վիճաբանություններ են։ Հասարակ բանի պատճառով չեն հասկանում նույնիսկ ինչն է վիճաբանության պատճառը, հասարակ բանի պատճառով բաժանվում են լավ սիրող ընտանիքները, հասարակ բանի պատճառով ծնողը չի հասկանում իր զավակին, զավակը չի հասկանում իր ծնողին, դա նույնպես նեգատիվի արդյունք է, նեգատիվ էներգիայի արդյունք է։ Ինչպես հասկանալ, որ մարդու վրա կա նեգատիվ էներգիայի ազդեցություն։ Մարդը տարօրինակ ձևով փոխվում է։ Այն մարդը, որ ընտանիքին է նվիրված, իր ընկերներին, իր հարազատությանը, իր ծնողներին, ինքը տարօրինակ ձևով փոխվում է։ Տվյալ մարդը դառնում է անտարբեր, տվյալ մարդու մեջ մտնում է չարություն, տվյալ անձնավորությունը ոչ մեկին չի ընդունում, ոչ մեկին չի արգում, իրա մոտ միակ ճիշտը ինքն է, իրա մոտ զարգանում է իրա եսը, ինքը ոչ մեկին չի ընդունում, ու այդ ձևի անձնավորությունը մեկուսանում է, դա թուղթուկրի արդյունք է, դա նեգատիվ էներգիայի արդյունք է։ Անձնավորություն, որ ընդհանրապես իր կյանքում երբեք խմիչք չի օգտագործել, երբեք թմրանյութ չի օգտագործել, երբեք չի զբաղվել խաղամոլությամբ, այդ մարդու մոտ առաջ է գալիս տարօրինակ ձևի հակումներ դեպի վատ գործողությունը, իր շրջապատի մարդիկ չեն ճանաչում իրան, դա ցույց է տալիս նեգատիվ էներգիայի արդյունք։ Մարդը անկախ նորից կին է, անկախ նորից տղամարդ է, կարող է կատարել անառակաբար գործողություններ, որը ի վերջո բերելու է իր սեփական ընտանիքի քայքայմանը, դա նույնպես նեգատիվ էներգիայի արդյունք է։ Ընդհանրապես մեր հասարակության մեջ թուր կարծիք կա, որ թուղթուկիրը դա անմիջապես ազդում է։ Ոչ, առաջ հերթին թուղթուկիրը նեգատիվ էներգիա։ Պետք է 40 օր անցնի, որ նոր ինքը կարողանա գտնի տվյալ մարդու էներգետիկ դաշտի մեջ։ Բայց դա շատ կախված է տվյալ մարդու էներգետիկ դաշտի ուժեղությունից, տղա մարդու ազգի էներգետիկայի ուժեղությունից, տվյալ մարդու իմունիտետից։ Մեկի մոտ դա սկսվում է շուտ, մեկի մոտ դա սկսվում է շատ ուշ։ Ընդհանրապես նեգատիվ էներգիան, անեծքը, թուղթուկիրը, դա ոնց որ դանդաղ աշխատող ական լինի, աշկ լինի, որ մտցնում է մարդու կենսական համակարգի մեջ, առողջական համակարգի մեջ, ֆինանսական ոլորտի մեջ, եւ ինքը կամաց սկսում է աշխատել։ Եվ տարիների ընթացքում տվյալ անձնավորությունը, որ ունեցել է լավ ընտանիք, լավ ծնողներ, լավ առողջություն, լավ ֆինանսական եւ հասարակական դիրք, տվյալ անձնավորությունը ընկնում է լրիվ ներքև, դառնում է ոչ պիտանի, նույնիսկ ինքը իրեն, բայց ինքը չի հասկանում, թե ինչն է պատճառը։ Շատ դեպքերում ինչպես հասկանալ, որ կա նեգատիվ էներգիայի առկայություն։ Մարդկանց դեմքը փոխվում է, դեմքի գույնը, աչքերի փայլը փոխվում է, մարդը կորցնում է իր առաջվա գեղեցկությունը, գրավչությունը, հաճելի լինելու ունակությունը։ Մարդու մոտ առաջ է գալիս տարապանույթ հիվանդություններ, անընդհատ բոլոր մասերը ցավում են, բայց
երբ որ գնում է հիվանդանոց, ախտորոշումները մաքուր են, ոչ մի շեղված գործողություն չկա տվյալ անձնավորության օրգան համակարգում։ Տվյալ անձնավորությունը ընկնում է տագնապի մեջ, չի քնում, ընկնում է դեպրեսիայի մեջ, տեսնում է վատը երազներ, որ երազների մեջ իրեն խեղդում են, իրեն հետևում են։ Դրանք նույնպես նեգատիվ էներգիայի նշաններ են։ Տվյալ անձնավորությունը փակվում է ինքը իր մեջ, դուրս չի գալիս, չի շփվում հասարակության հետ, նա կորցնում է իր երբեմնի դիրքը, իր երբեմնի գրավչությունը, իր երբեմնի ֆինանսական եւ հասարակական կարգավիճակը։ Ինչպես դարաբես կան շատ տարբեր ձևերի էներգետիկ ազդեցություններ, ես չեմ ուզում խոսել, թե դա ինչպես են անում, ինչպես ուղղակի ես պատմում եմ, թե ինչպիսի ախտորոշումներ ունի, որպեսզի մարդը հասկանա եւ կարողանա ճիշտ ձևով դիմել այնպիսի մարդկանց, որոնք կարող են իրենց օգնել, որոնք կարող են այդ բիոդաշտը, էներգետիկ դաշտը մաքրել, կարգավորել եւ մարդը չհասնի հադագը հասարակության, որ մարդը չկորցնի նույնիսկ իր կյանքը, որովհետև շատ դեպքերում, երբ որ բարձի թողի վիճակ է լինում, մարդու մոտ առաջանում է Եթե տան վրա է կատարված լինում նեգատիվ էներգիայի հարվածը, տան մեջը գալիս են ուժեղ ֆինանսական դժվարություններ։ Տան մեջ էլեկտրական սարքերը անընդհատ դառնում են անսարքի, լամպերը, հեռուստացույցները, կոմպյուտերները, դրանք համակարգիչները, դրանք բոլորը անընդհատ վերանորոգման կարիք են ունենում։ Արդեն մարդը զզվում է, անընդհատ լամպեր փոխել, հեռուստացույցը վերանորոգել, համակարգիչը վերանորոգել։ Դա ցույց է տալիս, որ այդ նեգատիվ էներգիան խփում է սարքավորումների էներգիային եւ դրա համար տեղի են ունենում նման անսարքություններ։ Ինչպես հասկանալ։ Տան մեջ կարող է հայելին խամրել, հայելու վրա առաջ գալ որոշակի հետքեր անբացատրելի հետքեր, որ չեն հասկանում, թե ինչն է այդ հետքի պատճառը։ Ընդհանրապես ոչ միայն հայելի, այլև այն մակերևույթները, որոնք փայլում են, որոնք ողորկ են, այդ մակերևույթների վրա էլ կարող են առաջ գալ անհասկանալի խամրած մակերեսներ։ Տան մեջ ընդհանրապես կարող է Եթե ունենա ինչ-որ թանկարժեք իրեր, ադամանտ, շապուխյա, թանկարժեք քարերը ճակում են, քարերը կորցնում են իրենց փայլը, իրենց որակը, դա հատկապես թուրթունքիր նեգատիվ էներգիա լավ երևում է մարգարիտի վրա, մարգարիտը ունի հատկություն իր մեջ կլաներ նեգատիվ էներգիան, ինքը անմիջապես խամրում է, դառնում է ոչ հաճելի, սեր, ու մարդը կարող է դեն նետել։ Տան մեջ կարող է նեգատիվ էներգիա ցույց տալ նաև այն, երբ որ տան միջից հայտնաբերում են այնպիսի իրեր, որոնք իրենցը չեն։ Դա կարող է լինել կդրող գործիք, դանակ, մկրատ, ասեղ, քորոց, կարող է լինել այնպիսի իրեր, որոնք երբեք տան տվյալ անդամին, որևէ անդամին չի պատկանում։ Պետք է ուշադիր լինեք, պետք է կարողանաք դա ճիշտ ձևով մաքրել, կամ մարդիկ բերեք, որոնք կզբաղվեն այդ մաքրելու գործողությամբ։ Շատ դեպքերում, երբ որ տան վրա է կատարված լինում նեգատիվ էներգիայի ուղղորդումը, հարստության վրա է կատարված լինում, անընդհատ վտարներ է լինում, առանց հասկանալու դատարկ տեղը, շատ դեպքերում մարդիկ իրենք են ասում, չգիտես ինչպես, բայց այդ ձևի եղավ, ռուլը պատահական ձևով շուռ եկավ, եւ անընդհատ մարդը համ առողջական խնդիրներ է ունենում, համ ավտոմեքենան վերանորոգման կարիք է ունենում։ Շատ դեպքերում, երբ որ տան վրա է լինում կատարված հարստության անձնական ունեցվածքի վրա, մարդը կորցնում է իր ամբողջ բիզնեսները,
Մարդու մոտ առաջ է գալիս ալարգոդություն, նա չի ուզում տեղից բարձրանա, ինչ-որ մի գործ կատարի, որպեսզի կարողանա իր գոյությունը պաշտպանել։ Կուզեմ նաև բացատրել, երբ որ ընտանիքի, երբ որ զույգերի վրա է կատարված լինում գործողություն, որ ուզում են տղամարդուն տանեն, կամ կնոջը տանեն, կամ այնպես անեն, որ այդ ընտանիքը քայքայվի։ Ընդհանրապես նեգատիվ էներգիան ամեն մարդ չի կարող դիպուկահարի նման այնցև կրակել, որ հենց խփի այդ ոլորտին, որ իրանք ուզում են։ Ուզում են բաժանել տղամարդուն տանել, բայց չեն կարողանում։ Տղամարդը մնում է կախված կարգավիճակ։ Իրա մոտ առաջանում են խնդիրներ։ Հիմնականում, եթե կատարված է սիրային մագիա, սիրային գործողություն, այդ մարդու մոտ փակվում է սեռական հակվածությունը, այդ մարդու մոտ հայտ է գալիս իմպոտենցիա, կնոջ վրա հասնում է, նա չի կարողանում երեխաներ ունենալ, նրա կանացի օրգանները չեն գործում, հիմնականում առաջ է գալիս այդ երկու օրգաններն էլ թե տղամարդու թե կնոջ մոտ, տղամարդու մոտ շագանակաձև գեղձի ուռուցք, կնիկ մարդու մոտ կանանց օրգանների չարորակ ուռուցք։ Դա ցույց է տալիս, որ իմինը փակել են այդ անձնավորությունների սիրային չակրան եւ որը բերել է նման կարգավիճակ։ Տարբեր էներգիան տարբեր ձևով է ազդում։ Երբեք շատ հատկապես շատ հատուկ մարդիկ կան, որ իրանց էներգիան կարող են ուժեղ ձևով ուղղորդել հենց այդ ոլորտի վրա։ Դա ամեն մարդու հասցու չէ։ Բայց ինչ էլ որ անում է, ազդում է մարդու վրա եւ կամաց մարդուն բերում դարձնում է հասարակությանը վշպիտանի, դարձնում է թե հոգեպես հաշմանդամ, թե մարմնապես հաշմանդամ, շատ դեպքերում մարդկանց մոտ առաջ է գալիս ինքնասպանության փորձեր եւ նույնիսկ ինքնասպանություն կատարում են, որովհետեւ նման զգացողություն նման մարդկանց մոտ առաջ է գալիս, հատկապես երբ որ այդ անձնավորության էներգիան կապվում են գերեզմանի էներգիայի հետ, այդ անձնավորությունը անընդհատ ուզում է ինքը իրեն սպանել։ Էլ ինչ նախանշաններ կա, հատկապես մարդը կարող է զգալ, որ իր վրա կատարված էներգետիկ հարված կա, նեգատիվ էներգիայի հարված կա, երբ որ մարդը իր վրայից կորցնում է իր էգրեգորին համապատասխան պաշտպանիչ իրերը, օրինակ քրիստոնյաները կորցնում են խաչը, մուսուլմանները, բուդդայիզմի կրոնին հետևորդներն էլ իրանք իրենց պաշտպանիչ իրերն ունեն, ամուլետներ ունեն, կորցնում են կամ չեն սիրում, իրեն քաշում պոկում են, կամ տվյալը իրը ճակում է, դառնում է ոչ պիտանի, այսինքն այդ իրը իր վրա վերցնում է նեգատիվ էներգիան, հարվածը, բայց հետագայում արդեն երբ որ կամ կտրել ես, կամ կորել է, կամ թափել ես, կամ հանել ես, քուվոզիցը թափել ես, արդեն ինքը չի կարողանում իր պաշտպանիչ գործողությունը կատարել, եւ այդ նեգատիվ էներգիայի վիրուսը նորից սկսում է մտնել տվյալ անձնավորության բիոդաշտի, կենսադաշտի մեջ։ Ինչպես կարելի է նորից հասկանալ, որ տվյալ անձնավորության վրա կա նեգատիվ էներգիայի ազդեցություն, մարդու հայացքը։ Եթե տվյալ անձնավորության հայացքին ուզում ես բռնել, ինքը փախցնում է իրեն աչքերը, տարօրինակ ձևով չի կարողանում նայել դիմացինի աչքերին, քրիստոնյան չի կարողանում լսել հայր մերը, ինքը եկեղեցու մեջ կարող է վատանալ, եկեղեցու մեջ իր ամոմերը երբեք չեն վառվի, կծխան, կճտան, բայց նորմալ ձևով այրում չի կատարվի, դա նույնպես ցույց տալիս, որ տվյալ անձնավորության բիոդաշտը հարվածի ենթարկված է նեգատիվ էներգիայով։
հիմնականում սրանք են ամենակարևոր ախտորոշումները, որ կարող է մարդը հասկանա, որ իր վրա կատարված է նեգատիվ էներգիայի ազդեցություն։ Եթե գիտես, ուրեմն պաշտպանված ես։ Ձեզ բոլորի ցանկանում եմ առողջություն, թող Աստված ձեր բոլորի հետ լինի, թող երբեք ձեզ վատ մարդիկ չհանդիպեն, որպեսզի վատ գործողություն չկատարեն, բայց եթե նման կարգավիճակ կա, ինչպես ասում են ժողովուրդը, եթե կա հիվանդություն, կա նաև բուժում, կա նաև տեղ, չվախենալ, չհուսահատվել, իմանալ, որ ամեն ելքից, ամեն իրավիճակից ելք կա։ Ասկանը հաջողություն, ցտեսություն։